Քաղաքացիական պայմանագրի նախընտրական ցուցակում ընդգրկվելու համար հաստատվել է շուրջ 300 հոգու թեկնածություն, լրագրողների հետ ճեպազրույցում հայտնել է ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, հավելելով, որ ամբողջական ցուցակն արդեն ձևավորելու է համաժողովը։ Ցուցակում ընդգրկվելու համար թեկնածուների լսումներն ավարտվել են։ Սիմոնյանը նաև վստահություն է հայտնել, որ հատկապես օգոստոսի 8-ի Վաշինգտոնյան փաստաթղթից հետո ՔՊ-ն անցողիկ շեմը հաղթահարելու խնդիր չունի։ Հակառակը, նրա կարծիքով ավելի մեծ ներկայացվածություն են ունենալու խորհրդարանում։ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն առաջիկայում պաշտոնական այցով Ռուսաստան կմեկնի։ Լրագրողների հետ զրույցում նա ասել է, ժամկետները դեռևս հստակ չեն։ Փոխադարձ այցի մանրամասները քննարկել է իր ռուսաստանցի գործընկերոջ Վալենտինա Մատվիենկոյի հետ։ Մատվիենկոն Երևանում էր անցյալ տարվա հունիսին։ Կիրակի Հնդկաստանի Նագպուր քաղաքում գտնվող գործարանից պինակայի կառավարվող հրթիռների առաջին խմբաքանակն է արտահանվել Հայաստան, հաղորդում են տեղական լրատվամիջոցները։ Արարողությանը ներկա է եղել Հնդկաստանի պաշտպանության նախարար Ռաջնաթ Սինգհը։ Նա նշել է, որ սպառազինության առաքումը Հայաստան շրջադարձային պահ է Հնդկաստանի ռազմարտունաբերության համար, որը փորձում է դուրս գալ սպառազինության միջազգային շուկա։ Պինակա համազարգային կրակի ռեակտիվ համակարգերը Հայաստան առաքվել են 2023-ից 2024 թվականներին։ Ամենայն հայոց Գարեգին II կաթողիկոսի նախագահությամբ հունվարի 13-ին Մայրաթորում տեղի էր ունեցել Գերագույն հոգևոր խորհրդի ժողով, որի ժամանակ որոշվել էր, որ հետաձգված եպիսկոպոսատ ժողովը կկազմակերպվի փետրվարի ընթացքում։ Այսօր ԵՄ-ի տեղեկություններով եպիսկոպոսատ ժողովն անցկացվելու է ոչ թե Մայրաթորում, այլ Հայաստանից դուրս։ Ըստ աղբյուրի նման որոշում է կայացվել հաշվի առնելով իշխանությունների հակաեկեղեցական արշավն ու դրա հետևանքները։ Ազատի զինվորական կացարանի հրդեհի գործով տուժածների իրավահաջորդները ողբերգությունից 3 տարի անց էլ չեն հրաժարվել Նիկոլ Փաշինյանին եւ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանին դատակոչելու միջնորդության մտքից։ Հայտարարում է տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ Նորայր Նորիկյանը։ Փաստաբանը հիշեցրել է, որ 2025 թվականի ընթացքում կայացած դատական նիստերի ժամանակ հարցաքննվել են 19 տուժող եւ բոլոր վկաները։ Այժմ մեկնարկում է 5 մեղադրյալների հարցաքննությունը, որից հետո տուժող կողմը նոր միջնորդություններ է ներկայացնելու։ 2023 թվականի հունվարի 19-ի ողբերգությունը, հիշեցնենք, 15 զինծառայողի կյանք է խլել։ 11 օր հացադուլի մեջ գտնվող Իմ Նեմնիմի փոդքասթի հաղորդավար Նարեկ Սամսոնյանի ընկերներն ու աջակիցներն այսօր բողոքի ակցիա են կազմակերպել Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի առջև։ Փաստաբաններն ահազանգում են, որ Սամսոնյանը շտապ վիրահատության կարիք ունի։ Նա 3 տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ հետազոտություններ է անցել, ապա քրեակատարողական հիմնարկ վերադարձվել։ Հունվարի 9-ին դատարանը 3 ամսով երկարաձգեց Իմ Նեմնիմի փոդքասթի համահեղինակներ Վազգեն Սաղաթելյանի ու Նարեկ Սամսոնյանի կալանքի ժամկետը։ Դատարանի որոշումից հետո Նարեկ Սամսոնյանը հայտարարեց անժամկետ հացադուլի մասին։ Իսպանիայի Կորդոբա նահանգում նախօրեին երեկոյան տեղի ունեցած երկաթուղային վթարի զոհերի թիվը հասել է 39-ի, հայտնել է երկրի տրանսպորտի նախարար Օսկար Պուենտեն։ Զոհերի թիվը դեռևս վերջնական չէ, հավելել է նա։ Այս պահին Կորդոբա նահանգի հիվանդանոցներում աղետից տուժած 48 մարդ կա, որոնցից 12-ը վերակենդանացման բաժանմունքներում է։ Մալագայից Մադրիդ եւ Մադրիդից Հուելվա ուղևորվող գնացքների բախման պատճառների մասին դեռևս ոչինչ չի հաղորդվում։ Չիլիում անտառային հրդեհների հետևանքով առնվազն 18 մարդ է զոհվել, 50,000 մարդ տարհանվել է ավելի անվտանգ տարածքներ։ Կիրակի հրշեջները պայքարել են երկրի տարածքում 24 տարբեր հրդեհների դեմ, որոնցից ամենամեծը մոլեգնում է Նուբլեի եւ Բիո շրջաններում։ Կառավարությունն այստեղ արտակարգ դրություն է հայտարարել։ Իշխանությունները նշում են, որ ուժեղ քամիները եւ անսովոր բարձր ջերմաստիճանը վատթարացնում են իրավիճակը։